Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, Աստծո ժողովուրդ, այսօրվա մեր սերտողության թեման է Մատթեոս 18-րդ գլխից սկսած։ Ով է մեծը։ Նույն ժամանակ աշակերտները Հիսուսին քովը եկան ուսին, ով է մեծ երկնքի թագավորության մեջ, որտև աշակերտները միշտ փառքի ձգտող էին, ինչ ասեց Հիսուսը։ Եվ Հիսուսը տղայի մը կանչեց իրեն, զանիկա անոնց մեջտեղը կայնեցուց, ուսավ, ճշմարիտ կսեմ ձեզի, եթե դարձի չգաք և տղոց պես չլաք, երկնքի թագավորությունը բնավ պիտի չմտնեք, մանուկի նման, ներող, սիրող և ոչ նենգություն պահող, մանուկի մեջ էս բարի բաները կան, ողջը պահող, ասում է տիրոջ ծառան պետք չէ բեջի, հապա պիտի լինի ամենուն ներող ողջը պահող, իսկ ողջը պահող մարդը նման է այն եսասեր մանուկի, որ մի կողմից ծեծ կտաս, մի քանի վայրկյան հետո կհաշտվի և քո հանդեպ ողակալ չի լինի։ Սա նկատի ուներ Հիսուսը, ու որ ուշադիր մի քիչ քննենք, կտեսնենք, որ մանուկները քիչ մարմնավոր կերակուր ուտելով կշտանում են, շատ չեն ուտում, մարմնավոր ամեն ինչը իրենց մոտ քիչ է։ Դրա համար էլ Հիսուսը այդ բանով էլ ասեց, որ հոգևորը լինի մարմնավորի հանդեպ քչակեր, քիչ բարկացող, ամեն, քիչ եսասեր, բացարձակ պիտի եսին տեղ չտաս ու մարմինը չսնես, ինչպես մանուկների մոտ այդ մարմնի օգուտները շատ քիչ են, երբ մեծանում են նոր փառասեր, եսասեր, որկրամոլ, կաշառակեր և այս բնավորության գծերը ձևավորվում է իրենց մեջ, ամեն, ոչ միայն նենգությանն էր վերաբերվում։ Ուստի ով որ իր անձը, տեսեք հենց շեշտում արդեն անձը, այս տղուն պես խոնարեցնի, անիկը մեծ է երկնքի թագավորության մեջ, և ով որ այսպիսի տղայի մը կընդունի իմ անունովս, զիս կընդունի, հոգով մանուկներին, անարգներին ու տկարներին, փոքրներին, որ ընդունում ենք, նրանց անարգանքը, նրանց թերությունները ներելով, սիրելով, մենք Հիսուսին ենք ատիկա անում, ամեն, ու եթե իրականից այդպես մի փոքր տղա էլ գրկում սիրում ենք, մեր սերը, եթե սեր ենք տալիս, թե մանուկին, թե մեծին, հիշեք, որ ոչ թե մարդուն ենք սիրում, հապա Տեր Հիսուսին, և անցած պաշտամունքին ասով ախի թեմաների մեջ մենք խոսեցինք քարոզի ժամանակ, որ ինչ որ խոսես դիմացի հալածող, քեզի սիրող, քեզի գովերգող կամ քեզի անարգող մարդկանց հանդեպ, սեր ես տալիս թե ատելություն, դա Հիսուսին ես տալիս, որտև եթե եսասեր չլինես, եսի կպնողներին չես չարանա ու վատ բաներ բերանիցդ դուրս չի գա, ամեն, իսկ եթե մի բանը բարի է, եթե եսից չի բխում, բխում է Տիրոջ հոգիիցը և դրա համար Աստված քեզ կվարձատրի, ամեն։ Ուրեմն լինենք մանուկների պես, ոչ եսասեր, ոչ ագա որկրամոլ, ոչ կաշառակեր և չանենք այն ամեն բաները, որը եսից է բխում և դեմա Աստվածաշնչի որևէ բառին, ամեն։ Ուրեմն այդ մարդիկ մեծը կլինեն և ամենաշատ վարձքերը նրան կստանան, որտև այդ մարդիկ կարող են շատ պտուղ բերել ու շատերին երկինք մտցնել Տերով, ամեն, որքան շատ հոգիներ դարձի բերես, դրանով է քո մեծությունը որոշվելու երկնքում, այնքան մեծ ես լինելու, դրա համար Հովհաննես Մկրտիչի համար ասում է, որ իրականից երկնքի արքայության մեջ մտածներից են ամենափոքր աշխատողը, Պողոսի նման ամենափոքրը ավելի մեծ է լինելու երկնքում, որովհետև հոգով մկրտվածների, հինը հանած Քրիստոս ակածների մեջի ամենափոքր գործ արողը Հովհաննես Մկրտիչից ավելի շատ հոգիների է դարձի բերել ու ասունացրել և երկինք մտցրել
ահա թե մեծությունը ինչով էր որոշվում, ամեն։ Մեղքի գայթակղություն 6-րդ խոսք ով որ գայթակղեցնե այս պստիկներից մեկը որոնք ինձի կհավատան աղեկ է անոր որ իր պարանոցեն էշու աղացի քարմը կախվի ու ծովու անդունդը ընկղնվի ուրեմն մեղքի գայթակղություն Աստծո ժողովուրդ ոչ թե դու սրբություն ես քարոզում քեզանից գայթակղվում են Հիսուս Տեր սրբություն քարոզեց եւ շատերը գայթակղվեցան իրենից ամեն սրանից ինչքան կուզեն թող գայթակղվեն Հիսուս ասեց թողեք թող գնան դրանք կույրեր են ու կույրերի առաջնորդներ որքան շուտ գնան այնքան հոտը շուտ կմաքրվի եւ կորտնվի ով որ Աստծո խոսքից է գայթակղվում դա տիրոջ գառնուկը չէ բայց ով որ մեղ կգործի հոգևոր առաջնորդը թե ասարակ եղբայր կամ քույրիկ մեղսալի գործեր կանի եւ այն նորեկը կգայթակղվի կգնա վայ նրան ամեն բայց ես կասեմ երանի նրան որ սրբություն կքարոզի ու շատերը կգայթակղվեն ու կգնան երանի այդ քարոզիչին որ նա չի նայի մարդիկ ինչ վատ բառեր կասեն իրեն կանարգեն կթքեն նրա երեսին ինչ վատ բաներ կասեն Հիսուս ասեց ցնծացեք ուրախացեք որտեվ դուք իմ համար եք հալածվում ամեն դուք իմ համար եք զզվելի դառնում սատանայապաշտ մարդկանց երանի սրբություն քարոզողներին որոնք կքարոզեն եւ տիրոջ այգին կմաքրեն պիղծ գայթակղություններից ամեն սրանց վարձքը շատ է լինելու երկնքում Վայ աշխարհին գայթակղություններու պատճառով, որտեղ գայթակղությունը աշխարհիկ է, աշխարհի ոգուց նա եկե քո մեջ, որ գայթակղեցնի Քրիստոսի մանուկներին, ամեն, սրա համար է վայ գալու հավատացյալի վրա։ Վայ աշխարհին գայթակղություններու պատճառով, վասնզի հարկ է, որ գայթակղություններ կան, պարտադիր են դրանք, լինելու են, Աստված գիտի Բայց վայ այն մարդուն, որոն ձեռքով գայթակղությունը կգա եկեղեցու մեջ։ Ձեր Պողոս առաքյալը ասեց գործ կառաքելոցում, Եփեսոսի հովիվներին, իմ գնալուց հետո ձեր մեջ գայլեր կմտնեն եւ ձեր միջից գայլեր կլինեն կվնասեն հոտին։ Այս գայթակղությունները, որ կսետերը վայ եկեղեցի բերողներին աշխարհը գայթակղված է աշխարհը մեղքի մեջ է աշխարհը կորած է կրոնին է վերաբերվում վայ են հովիվներին որոնք թույլ կտան մեղսալի վարդապետությունը կմտնի եկեղեցի ազատ հագնելը ազատ ուտելը անպարկեշտ հագնելը ազատ խոսելը վայ են հովիվներին այն առաջնորդներին որոնք թույլ կտան աշխարհի քարոզներ քարոզել իրենց եկեղեցիներում եւ այդ Քրիստոսով ծնած գառներին հոգեվոր թույն տալով կսպանեն վայ նրանց տեղը դժոխքի որովայնն է լինելու այս վայերը գալու է վարձկան հովիվների սուտ քարոզիչների եւ ավետարանի անարատ խոսքը արատավորողների վրա սրանց տեղը դժոխքի որովայնն է եթե չապաշխարեն այասոնց կվերաբերվի եւ ցածրի մեկնությունները որոնք կտանք վերաբերում են նախ առաջնորդին ետքը հոտին արդ եթե քու ձեռքդ սա հովին է վերաբերվում սպասավորին քու ձեռքդ կամ ոտքդ քեզ կգայթակղեցնե կտրես զանիկա ու քեզ մեծ ձգե միջակետ եւ ճիշտը սա է որտեւ այս միտքը արդեն ընդհատվում է առաջինը վերաբերվում է հովին ընթերցեմ վերջում կբացատրեմ աղեկ է քեզի կաղ ու պակասավոր մտնել կյանք սա արդեն հոտին է վերաբերվում քան թե երկու ձեռք կամ երկու ոտք ունենալ ու հավիտենական կրակի մեջ ձգվել եթե աչքդ էլի սա հովին է վերաբերում սպասավորին քեզ կգայթակղեցնե հանես զանիկա ու քեզ մեծ ձգե աղեկ է քեզի որ մեկ աչքով կյանք մտնել քան թե երկու աչք ունենալ ու կրակի գեհանը ձգվել Աստծո ժողովուրդ եթե հովիվը առաջինը քո քեզանից ասում է հանի սա եզակի է
ինչ գլուխն է, այն էլ հոտն է։ Օրինակի համար, եթե հովիվ քո աչքը շնացող է, դու շնության ոգիով բռնված ես, աղոտ կարա որ քեզանից հեռանա։ Իսկ եթե չեռացավ դու մնացիր շնության մեջ, արդեն դու պիտի այնպես դասավորես, որ հոտի մեջ շնացող քարոզիչներ հայտնվեն եւ սուրբ քարոզիչները հեռանան եկեղեցուց, որ հոտը ոչ թե գնա սրբությունից սրբության, հապա պղծությունից պղծության, ամեն։ Ուրեմն անառակ քարոզիչը, անառակ հովիվը եկեղեցիում անառակ անդամներ, գող անդամներ կդնի, որպիսի իրեն հանցանքները ծածկի։ Սուրբ հովիվը, որ աղոթել է, անառակությունը, գողությունը, իրենից մարմնավոր ամեն հաճույքները, դիվային հաճույքները հեռացել են ու ինքը սուրբ ադար է, ինքը կձգտի, որ եկեղեցիում լինեն սուրբ քարոզիչներ եւ սրբությունը աճի ու զարգանա։ Ուրեմն եթե հովիվը անառակ է, հոտի մեջ անառակությունն ու չարությունը կզարգանա, հովիվը հանցավորա կուզի հանցավորները շատանան եկեղեցիում։ Իսկ եթե հովիվը սուրբ է, հանցավոր մարդկանց 5 քարոզիչից 2-ը հանցավոր են, 3-ը ընտիր են քարոզում։ Նա 2-ին կնստցնի, կմաքրի, ավելի լավ է 2 քարոզիչ ունենա հոտը եւ հոտը սրբությունից սրբության գնա, քան թե մի խմորը, մի քարոզիչը մեղսալի քարոզներով ապականի եւ խմորի բոլոր զանգվածը եւ բոլոր եկեղեցին դժոխք գնա։ Ուրեմն առաջի մասը վերաբերվում է հովվին, առաջնորդին, երկրորդ մասը վերաբերվում է հոտին, որ հոտից կարա կտրի անդամներին դուսանի, ոչ թե այս աչքը, որ շատերը ձև են հասկացել, շնացողա, ցանկանում է մատը մցնի ու հանի։ Շատ կույր հավատացյալներ այդպես են հասկանում ու աղոթում են, որ իրենց աչքը փջի, վերանա, բայց Աստված չար աղոթներ չի լսում։ Սա վերաբերվում է հովին, որ ինքը աղոթի շնացող կամ գող անդամը իրենից հեռանա, որ ինքը կարողանա սուրբ վիճակում արդեն հոտը սրբությունից սրբության տանի։ Ամեն։ Իսկ եթե հովիվը անառակ գող ստախոս է, նա սուրբերին պիտի վերացնի հոտից սուրբ քարոզիչներին եւ պիտի բերի ու դնի ստություն, պղծություն, գողություն եւ ավազակություն, մեղսալի վարդապետություն քարոզող քարոզիչների, որպիսի հոտի մեջ չզարգանան սուրբերը եւ հակառակ գնան գլուխներին։ Ամեն։ Ինչ հովիվն է, այն էլ կլինի հոտը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, դրա համար երբ եկեղեցի եք գնում, քննեք տվյալ եկեղեցու հովիվը սուրբ է, որ ձեր ընտանիքներին սրբություն հաղորդի։ Եթե աշխարհիկ ու պղծված է, կարճ ժամանակից հետո ձեր ընտանիքն էլ է աշխարհիկ դառնալու մեղքով պղծվելու։ Ամեն։ Կորսված ոչխարի առակը 10-րդ գլուխ խոսք Մատթեոս 18-ի 10-րդ խոսք։ Զգուշ կեցեք, որ չանարգեք այս պստիկներեն մեկը։ Պստիկ այստեղ հոգով տկարը, մարմնավոր հավատացյալը, որը եկեղեցու մեջ տկարա, բայց նա շատ պիտանի է, որտեղ ասում է եկեղեցու մեջ, ընտանիքի մեջ այն անոթները, Պողոս առաքյալը կսե, որ շատ անարգ են ու տկար են, նրանք ավելի պիտանի են։ Եկեղեցում կլինեն տկարները զորավորներին ստուգելու համար, եկեղեցում կլինեն աղքատները հարուստների սիրտը ստուգելու համար, ամեն։ Տկարները միշտ կոփում են մեզ, սրբությունից սրբության տանելով, զորությունից զորության հասցնելով, ամեն, վերջում սկսում են իրենք ապաշխարել եւ այն նորեկ տկարները սկսում են իրենց կոփել, ամեն, սա է Աստծո գործելավոճը։ Զգուշ կեցեք, որ չանարգեք այս պստիկներեն մեկը, նորեկներն են, հոգով տկարները, քանզի կսեմ ձեզի, թե երկնքի մեջ անոնց ռեշտակները միշտ կտեսնեն իմ հորս երեսը, որ երկինքն է։ Ամեն մի նորեկ հավատացյալի Եբրայեցիների առաջի գլուխ 13-ից 14-ում գրված է, որ ռեշտակները ծառայող հոգիներ են, որոնք սպասավորության կղրկվեն անոնց, որոնք սրբրկությունը կժառանգեն։ Յուրաքանչյուր փրկություն ժառանգող հավատացյալ, թե մեօրական, թե 10 տարեկան, ունի իրեն ռեշտակ, որ իր հետ կատարված ամեն ինչը հայտնում է հոր մոտ։
իրեն անարգում են, չարչարում են, ծաղրում են ու ձեռ են առնում։ Այսօր հոգևոր կոչված եղբայրները, որոնք Սուրբ Ավետարանը վերցնում, քարոզում են, ծաղրում են տկարամիտ քույրերին ու եղբայրներին, բայց Սուրբ Գիրքը կսե ծաղրողների կողքին անգամ չնստեք։ Սթափվեք Աստծո ժողովուրդ, հատկապես եկեղեցու միջի տկարները, որ ձեր կոփող գործիքներ են, պատիվ տվեք նրանց։ Եթե նրանք չլինեն, մեր կեղտերը չի լուսաբանվի։ Մենք չենք տեսնի մեր տկար վիճակները ու չենք ապաշխարի։ Ամեն։ Դրա համար Տերը կսե, որ նրանց հանդեպ վատ բաներ եք խոսում, դատում բամբասում եք, երկնքում Աստծո հրեշտակները, իրենց պահապան հրեշտակները պատմում են հոր առաջ ձեր արարքները։ Վասնզի որդին մարդոյ եկավ կորսվածը փրկելու, ինչպես կերևնա ձեզի, եթե մարդը 100 ոչխար ունենա ու անոսմե մեկը մոլորվի, 99 ոչխարը լերը չի ձգեր ու երթար մոլորվածը փնտրեր։ Եթե գտնելու լա, ճշմարիտ կսեմ ձեզի, որ ավելի ուրախ կլա անոր վրա, քան թե 99-ին, որոնք մոլորված չէին։ Աստծո ժողովուրդ, այս մոլորված չէին կամ ուրիշ տեղ էլ ուրիշ ավետարանում գրում է, որ ապաշխարության պետք չունեին։ Ոչ թե սրանք հենց մանկուց սուրբեր էին ծնվել, սրանք հինանած արդեն Քրիստոս ակած հոգիներն էին։ Տերը ինչ կսե, որ սրանց համար այդքան ուրախ չէ, որովհետև նրանք արդեն հաստատ ունեն, քան թե այն մեծ տկարը, որ եկել էր եկեղեցի, դու քո ջերմությունը, սերը, անձնուրաց կյանքը ցույց տալով նրան պիտի ետ բերեիր, հասցնեիր քո հասակին, որ հին աներ Քրիստոս ակներ, դու զզվելի քո տարօրինակ բնավորության, դևից բխող բնավորությունը ցույց տալով գայթակղություն արեցիր։ Ամեն։ Այս սրանց համար ասում, վայ նրանց, որոնք կգայթակղեցնեն ինձ եկած որևիցե մի մանուկի։ Դրա համար ուշադիր ելեք, նորեկների հանդեպ ջերմություն, սեր, քաղցրություն ցույց տվեք, հատկապես եպիսկոպոսներ, երեստեր ու սարկավագներ, ձեր վրա մեծ պատասխանատվություն է տրված։ Հոգին գալիս է եկեղեցի օրերով, շաբաթներով, մեկը չի գնում բարևի ու ասի ինչի համար ես եկել, տեսնենք ով է, ինչ կարիք ունի, ինչ պետքություն ունի, եւ այս հոգին գայթակղված տարօրինակ անսիրալի վարմունք տեսնելով թողում եկեղեցից գնում է ու այդ հոգի արյան պատիժը, պատասխանատվությունը հովիվները պիտի կրեն, որոնք գալիս են ու եկեղեցուց գայթակղվում գնում են, նրանց աշխարհիկ անբարո վարքը տեսնելով, նրանց անհոգատար վարքը տեսնելով գնում ու մեղքի մեջ ընկնելով մեռնում են, այս գառների արյունը այս հովիվներից Աստված պիտի պահանջի։ Ամեն։ Ուրեմն յուրաքանչյուր նորեկի համար ավելի շատ ուրախանանք, քան թե 99 հաստատվածների։ Ամեն։ Մեղանչող եղբայրը 15-րդ խոսքից ուշադիր եղեք, կարևոր կետ է, որ շատ եկեղեցիներ սրա մեջ դրված մեր Տիրոջ օրենքը չեն կատարում։ Եթե քո եղբայրդ քեզ դեմ մեղանչե, սա վերաբերվում է յուրաքանչյուր անհատի, հասարակ հավատացյալի, գնա հանդիմանե զանիկա, եւ դու եւ նա մենակ եք։ Վերջ, իրավունք կա, քրոջ վրա սխալ բան տեսար, սխալ ակել, որևիցե մի բանը տհաճ ասուր հոգուց չի եւ Տիրոջը փառք չի բերում, դու կարող ես աղոտ կանես, որ Աստված իր սիրտը փոխի, գնաս ես քույրս, ես բան արեցի, ես ու դու էին ներկա, չի կարելի, բե աղոտ կանենք, թո ներվի։ Գնա հանդիման է զանիկա, եւ դու եւ նա մենակ եք, առանձին հիշեք, սկզբի քայլը։ Սա առաջի կետն է։ Եթե քեզ մտիկ ընե, շայեցար քու եղբայրդ, բայց եթե մտիկ չնե, քեզի հետ ուրիշ մեկ կամ երկու ալ որպեսզի երկու կամ երեք վկաներու բերանով ամեն բան հաստատվի։ Եթե անոնցալ մտիկ չնե, եկեղեցին ասե երրորդ քայլը։ Իսկ եթե եկեղեցին ալմտիկ չնե, հեթանոսի ու մաքսավորի պես թող ըլլա քեզի։ Աստծո ժողովուրդ, այս պատվիրանը, որ Տեր Հիսուսը
4 կետով փոխանցելա մեզի, որ 4 կետ կանելուց հետո նոր կարող են եկեղեցուց մարդկանց բորոդների դուրս անելու։ Շատ եկեղեցիների սպասավորներ չեն անում, որտեղ նրանք գրանցել են եկեղեցիները եւ ուզում են հոտը ակարներով լեցնել, որ Տերը լիովին հեռանա։ Դրա համար Տերը գարշելով, զզվելով մեղավորներից, անապաշխարես ակարներից գարշ է հեռացելա, դրա համար հոտը լսվելա ամեն ցավերով եւ հիվանդություններով։ Իսկ եթե հոտի հովիվները սուրբ լինեն եւ հոտից մաքրեն անապաշխարներին կամ մղեն ապաշխարության, այս կանոններին հետևելով, հոտ ետ կվերադառնա Սուրբ Օքին եւ կսկսի բժշկել եկեղեցու ամեն տկարները եւ եկեղեցու ամեն գաղջերը քիչ-քիչ ապաշխարելով սուրբեր կդառնան։ Հիմա կուզեմ Տիրոջմով ոչ միայն անցնենք, հապա կետ-կետ նայենք մեր եկեղեցու հովիվները այս կետերով մեղավորին տանում են սրբությունից սրբության, թե թողում են մեղքի մեջ, որ աճեն, զարգանան, պղծվեն, շատերի էլ պղծեն ու ամբողջ հոտը դժոխք գնա։ Հելա, հենց այս քայլն էր, որ այդ գայթակղությունները մնացին, քիչ մխմորը կխմորի բոլորին եւ բոլոր զանգվածը դժոխք կգնա, ամեն։ Իսկ եթե հովիվները այս մեղանչող եղբոր, այս օրենքը պահեն, ինչպես որ Հիսուսը պատվիրեց, կարամ ասեմ, հոտից հնարավոր է ոչ ոք էլ չկորուս չգնա, որտեղ գրված է, եթե հանցավորին ծեծես, միամիտը իմաստուն է դառնում, ամեն։ Ուշադիր, երբ նա մեղքագործե առաջի կետը, գնա հանդիմանե զանիկա, եւ դու եւ նա մենակ եք, ամեն։ Չլսեց, երկրորդ կետը, քեզի հետ ուրիշ մեկ կամ երկու հոգի առ, սպասավորներից, ավելի ասումներից, որ այդ մանուկը կազդվի, որպեսի երկու կամ երեք բկաներու բերանով աստատվի ամեն բան։ Այս դիրքում էլ սպասավորներին չլսեց, հովիվ, սարկավակ եւ տվյալ հոգին, որ ներկա է եղել այդ մեղքը գործելու ժամանակ։ Եթե անոնցալ մտիկ չունի, ամբողջ եկեղեցում դատը դիր քննի, թող բոլոր եկեղեցին խնդրի եւ աղաչի այդ մանուկին, որ այս մեղսալի գործից թող եթե ոչ եկեղեցին կթողես։ Եթե դրան ամբողջ եկեղեցուն էլ չլսի, ուրեմն այդ մանուկը դիվահարվել է եւ բռնվել է սատանայական լեգիոններով, այդ մանուկը եկեղեցին մնալու իրավունք չունի, նրան պիտի հայտարարեն մատնեն էթանոսներին, մաքսավորի, էթանոսի մաքսավորի պես լինի, բարևից զրկեն դուրս անեն, որ նա զղջա, հին անի ու Քրիստոս ակնի, որ ապաշխարի նոր հոտ ընդունի, ինչպես Պողոս առաքյալը Կորինթացիների 5-րդ գլխում կսե, այս պոռնիկ անառակը, որ անառակություն արե, նրա մարմինը մատնեք սատանային, հին մարդը նկատի ունի մարմին բառով, սատանայական այդ ադամական եսը, նրան կտրեք ու աշխարհ ուղարկեք, սա մի քանի բարի հետքեր ունի, հոտը կմաքրվի, Տերը կներկայանա եւ իր զորությունները չի տանի, հոտի մնացած տկար գառնուկներին սա դաս կլինի, կտեսնեն ու կվախենան ու խորը կապաշխարեն, եթե մի հանցավորին պատիժ տան, միամիտները, տկարները իմաստուն ու զորավոր կդառնան ու կապաշխարեն, ամեն, բայց եթե հանցավորի պատիժը չեն տալում, մեղքը քաղցրա մեղրի նման, բոլորին տկարներին էլա վարակում եւ ապականում, ու ինչ ասում տկարը, այն որ այս եղբայրը արած, ինչու բը իր դասը չտվին, ուրեմն դա կարելի է, այն որ այս քույրը կարճերակ է, բա ինչի ես չհակնեմ, ուրեմն օրինավոր է, հովիկինը կարճա մինիա հակնում, շալվարա հակնում, ուրեմն օրինավոր է, եւ քիչ մխմորը ապականում ու խմորում է բոլոր զանգվածը եւ Սուրբ Օքին տրտմում ու հեռանում է այդ հոտից, ամեն, կամ մեղքն ու մեղավորը պետք է հեռանա չապաշխարելու պատճառով, կամ Սուրբ Օքին, ամեն, ով այս կանոնը չի պահում, մտածելով թե տեղատալում, որ ապաշխարի եւ դիվային մտքով էլ բացատրում է որոմների առակը քույրիկ ջան, որոմը ծորենի հետ պիտի աճի մինչեւ ոնցք, ով սիրելի մեկնիշներ, ձեր հոգևոր լսելիքները բացեք ու հասկացեք, որ որոմների առակի մեկնությունը վերաբերվում է աշխարհի վերջին, ոչ թե այգու մաքրելուն։ Իսկ Տերը իր այգին ուզում է սուրբ եւ անարատ լինի, որտեղ քիչը մեղսալի խմորը կապականի ու կխմորի բոլոր հոտին, ամեն, ու ցածր արդեն պատասխանում է, ինչպես Պետրոսին տվեց
16-րդ գլխում երկնքի բանալիները, ում որ կապեք մեղքի համար կապված մնա երկնքում, ում որ արցակեք արցակված մնա, արցակելն անիկա է, որ գա տվյալ անձը զղջա, խոստովանվի, ազատագրված լինի, աղոթես, արցակես ու հոտ ընդունես, ամեն, որ ինքը խորը զղջացել է, մինչև մահու գերեզման էլ այդ մեղքը չի գործի, վերջ, այդ նշանակող հովիվը, կամ եթե այդ հովիվը չկա, իրեն եղբայրները կարան աղոտ կանեն և տվյալ բորոտությունից ազատագրված հոգուն փարախ ընդունեն, ինչպես հին ուխտում քահանաներն էին ստուգում, բորոտները մաքրվել են, թե չէ նոր բանակ էին ընդունում, նույն խորհուրդն ունի, ինչը Ղևտացիս գրքում գրվել է բորոտների մասին, բանակից դուրս մնան, մինչև կմաքրվեն, միայն քահանան շփվին նրա հետ, որ հոտի մանուկները չվարակվեն այդ բորոտությունից, ամեն, թոտերը փառավորվի, 18-րդ խոսքը շարունակությունն է, ճշմարիտ կսեմ ձեզի, երկրի վրա ինչ-որ կապեք մեղքի համար, բայց այսօրա վարձկան կայապաները, վարձկան հովիվները, եկեղեցու մեջի սուրբերին են կապում, բայց Աստված չի կապում, այսօր նրանց նշանակածները Աստծո ընտրյալ զավակներն են դառնում, և այդ ընտրյալ զավակները դառնում են եկեղեցու հիմնաքարեր, Տերովը ու Տերը այդ կայապաներից հալածված ու նշանակված մարդկանց միջոցով այսօր գործում, ամեն, ուրեմն այսօր մեղքի համար կապենք, ոչ թե սրբությունը քարոզելու, սիրենք այն մանուկին, որ կլինի ու քո մեղքը ճակատիդ կտա, սիրենք, կարողա կոպիտ խոսի, գրագիտացնենք, բայց երանի են մանուկներին, որ կտեսնեն իրենց ծերերը մեղք են գործում, կգնան ու կհանդիմանեն, դա փրկություն է և մանուկին և խոնարհ ծերին, ամեն, բայց այսօր մենք ոչ թե մեղքի համար ենք, շատ հովիվներ մեղքի համար են նշանակում մանուկներին, կապում, հապա սրբությունը քարոզելու համար, և Եսայի մարգարեի ասած սրբությունը ծաղրվում է, ճշմարտությունը աղաղակում է հրապարակներում ու չի կարողանում հովիվների սրտներից ու եկեղեցիներից ներս մտնի, ամեն, ուրեմն ճշմարիտ կսեմ ձեզի, երկրի վրա ինչը կապեք մեղքի համար, Սուրբ հովիվը մեղքի համար կնշանակի գառնուկներին, պիղծ հովիվը սրբություն քարոզող Երեմիաներին, Պողոսներին ու Պետրոսներին կհամարի նազովրեցիների աղանդի առաջնորդ, ամեն, Պողոս զոր առաքյալը, որ ամբողջ հեթանոսած աշխարհը լուսավորեց այդ դարում, ինչ էին ասում ծախվածրյաները, նազովրեցիների աղանդի հետևորդ, առաջնորդ, այդպես էլ քեզ կասեն Վաչիկը եթե կամ Կարենը ճշմարիտն ա քարոզում, դու կարենական ես, դու վաչիկական ես, գնա մեր եղբայրների խոսքը չես ընդունում, ես տրորած ունեմ այն եղբայրներին, որոնք Աստծո խոսքն են տրորե, ես իմ Աստծո խոսքը կպահեմ, թող բոլորը ինձ տրորեն, ամեն, փարվի խոսքին, ընկի ոտքերի տակ, խոսքը անարգված է այդ եկեղեցում, դու էլ իրեն հետ անարգվի, խոսքի Տերը կգա, ու քեզ վեր կհանի, ու կվարձատրի անսահման վարձքերով, որպեսզի խոսքս երկար չգնա, ուրեմն եկեք, Աստծո օգիով լսված սպասավորներ նշանակենք, տեղ տանք մեղավորին նշանակենք, բորոտներին այգուց դուրս անենք, որ ամբողջ հոտը չբորոտվի, ոչ թե սուրբերին, որոնք ավետարանով են խոսում, բայց մեր հայրերի վարդապետությանը դեմ է, ուրեմն Հովսեայի օրերի պես պատրեք ձեր անդերձները ու ապաշխարեք ու տեսեք, թե ձեր կրոնավոր հայրերը ուր են հասցրել ձեր հոտը, ամեն, ուրեմն ճշմարիտ կսեմ ձեզի, երկրի վրա ինչ որ կապեք, երկնքի մեջ կապված պիտի լա, մեղքի համար եթե նշանակենք, ու երկրի վրա ինչ որ արձակենք զղջացող և ապաշխարողներին, երկնքի մեջ արձակված պիտի լա, այս կապել բառը ոչ թե այս մարդը կգնա երկինք ձեռքու ոտքը կապված կլինի, երկնքի դռներն են կապված նրա դեմ, դժոխք է գնալու, եթե մարդը մեղքի համար նշանակվել է ու չապաշխարի, դժոխք է գնալու, այդ դժոխքի մեջ է արձակված տարապելու, ամեն, ուրեմն մեղքը խոչընդոտ է, հոգևոր մահ է, ուշադիր եղեք, մեղք գործել նշանակում է խզել հոր հետ քո հաղորդակցությունը, ամեն, իսկ մեղքի վարձքը մահը հապավում է, մտնել անաստված հավիտենություն, ամեն,
19 խոսք դարձյալ կսեմ ձեզի եթե ձեզ մեր երկու օքի երկրի վրա միաբանվին ամեն ինչ բանի համար որ խնդրեն պիտի ըլլա անոնց իմ հոր մեզ որ երկինքն է այս երկու օքին նշանակում այն երկու նախանձախնդիրները որ մեղավորներին կնշանակեն լեցուն եղբայրներեն ինչ որ բերաններից դուրս գա կկատարվի ամեն այդ սրբությանը նախանձախնդիր հոգիները ինչ բանի համար միաբանվեն հայրը պիտի պատասխանի որովհետև առաջի Հովանու 3-րդ գլխում գրված է եթե ձեր սրտերը ձեզ չմեղադրեն մեղքի համար ձեր բերաններից դուրս եկած յուրաքանչյուր խոսքը պիտի կատարվի ամեն քանզի ուր որ երկու կամ երեք հոգի շողված լան իմ անունովս հոնեմ ես անոնց մեջ ասա ժողովուրդ ինչի՞ չի ասում 30-40 հոգի 300-400 հոգի որտեվ Տերը գիտեր որ նախանձախնդիրները քիչ են լինելու Հենց Տերը գիտեր որ Նոյի ժամանակ 8 հոգի են փրկվելու Երեմիայի ժամանակ 3 հոգի են լսելու Երեմիային եւ մնացածը մորթվելու են կամ գերի են գնալու Տերը գիտի որ բոլոր դարաշրջանում շատ քիչ են իլե նախանձախնդիրները որտեվ այս դուրը նեղա Սատանան ամեն ուժերը ներած կանի որ հալածի ճշմարիտ սուրբերին ամեն կրոնը իրենա աշխարհը իրենն են միայն սուրբ ու անարատ եկեղեցին որ չի նազանդվում ոչ մի երկրավոր հեղինակության չի նազանդվում ոչ մի մեղսալի ցանկությունների դևերը սատանան այս եկեղեցու սպասավորի եւ հոտի դեմ կանի իր ողջ ուժերը որ կարողանա գոնե ստեղից մի տկար տանի բայց զորացեք Տերովը Մենք Դավիթների նման գալիս ենք ու այդ խոնար տկարի մար աղոթում ենք ու Տերը վերահանում ու բժշկում մենակ խոնարհվեք եւ լսեք ձեր սուրբ սպասավորների միջից բոլոր սուրբ գրային հրամանները ամեն քննեք սուրբ գրքից ուրեմն սուրբ հոգին է խոսում ամեն սուրբ գրքին հակառակը ասում հովիվդ կամ եպիսկոպոսը դևն նրա բերանից խոսում չլսեք որտեվ Հակոբոս 3-րդ գլխում գրված է ինչը մարդկային է շնչավորը դևից բերված է ամեն Չլսեք, անգամ ես կկարոզեմ ճակատիս տվեք, ասե որտեղ է գրված եղբայր դու մեզ այս ձև ես սովորեցրել, մանուկ հասակից ամեն, չներող ծառայի առակը, սա կարդանք և կվերջանա 18-րդ գլուխը, 21 խոսքից, հայնատեն Պետրոսը մոտեցավ անոր ուսավ, կարևոր թեմայա, որ շատ-շատերս տկար ենք դրա մեջ Տեր, քանի անգամ, եթե եղբայրս ինձի դեմ մեղանչե, պետք է ներեմ անոր Մինչև 7 անգամ, Հիսուսը սավ անոր Քեզի չեմ ասեր, թե մինչև 7 անգամ, հապա մինչև 70 անգամ 7, որը անում է 490 Երբեք ոչ մի եղբայր Այսին ես թիվը ասե Տեր Հիսուսը 490 անգամ մի օրվա մեջ չի կարա նեղացնի ու գասա ների եղբայրս ամեն շատ մի 10 անգամ ուրեմն սա ինչ ասեց եթե 100,000 անգամ օրվա մեջ նեղացնի ու գա խոնարհվի չէ որ եսը կոտրվելով է փշրվում խոնարհվի դու պարտավոր ես ներել նրան ձեռմեկնել ու հանել ամեն որտեվ քեզ էլ մեկ ուրիշն է ները ես որ երկինքի սուրբ Աստված էի իջա թողեցի իմ ամեն ինչը եկա դաշտում այրոնոտված ու պղծված ընկած էիր Եզիկել 16-ում է գրված քու կողքովը քո արյան մեջ անցա ու ձեռքս մեկնեցի ասեցի ապրիս սուրբերի սուրբը եկավ քո նման պիղծին օգնեց դու մեղավորների գլուխ քո նմանակին չօգնես որ այդ կորսվող գառնուկին իմ փարախը դարձնես ամեն սա էր խորհրդանշում Ասոր համար երկինքի թագավորությունը կնմանի թագավոր մարդու, որ իր ծառաներեն հաշիվ առնել ուզեց, երբ սկսավ հաշիվ առնել, 10,000 տաղանդի պարտական մը բերվեցավ իրեն։ Սա մեր մեղքերի մեծությունն է, բոլորս մեկս մեկից մեղավոր ենք, ու Պողոսի նման պիտի ասենք մեղավորների գլուխ են, ամեն, Եվ իմ նման մեղավոր չկա ոչ թե բառացի, հապա քո ներսի պղծություններին նայելով,
որ Տերը չլինի որքան կշնանաս կգողանաս ու կպղծես հազարների, ամեն, սա պիտի Տերը բացի, որ դու տեսնես քո 10,000-ի պարտքը, քո ամենամեղավոր լինելը, որ եթե Տերը չլիներ դու դժոխքի որովայնում եւ ամենաբարդ տեղը պետք է տառապեիր հավիտյանս հավիտենից, սա Տերը պիտի իր շնորհքի լույսը քո մեջ ուղարկի, դու հոգով խոսքով այնքան լսվես, որ աշխարհի մեղավորը քեզ տեսնես, սա միայն Տիրոջ շնորհքը պետք է քեզ ցույց տա, բայց Անիկա վճարելու կարողություն չունենալով իր Տերը հրաման հրավ, որ Զանիկա հենց իրեն եւ անոր կինը ու որդիները եւ անոր բոլոր ունեցածը ծախվի ու պարտքը վճարվի, ուրեմն բոլոր ինչդ էլ որ վաճառեիր ինչքերդ քեզի ընտանիքդ չեր փակի այդ պարտքը, ուշադիր եղեք, բայց ով որ ձեր տեղը կփակի, արդեն դու դրանցից գործ չունես, դա այդ փակողի սեփականությունն է դառնում, բայց քեզ սիրելով ժամանակավորապես թույլ է տալում, որ կնոջդ հետ ապրես, բայց նա երկնային հոր արդեն դուստր է, զգուշ կապրես նրա հետ, որդուդ եւ դուստրիդ հետ զգուշ կվարվես, դա քոնը չի, քոններ պարտքի տեղ տարան, հիմա թույլ են տալում, որ սիրո, քաղցրության, հոգիով իրենց հետ ապրես, այդ պարտքերդ փագողին փառք բերես, ամեն, հələ տեսնենք ոնց ես ապրում դու, ծախվի եւ պարտքը վճարվի, իսկ ծառան անոր առջև ինալով երկրպագություն հրավ ուսավ Տեր ամփերը ինձի ու ամենը կվճարեմ, քեզի կվճարեմ, ծառայի Տերը վրան խղճալով արձակեց Զանիկա ու պարտքը շնորեց ու իր ունեցածը վերցվավ իր հսկողության տակ, նույն ծառան ելավ իր ծառայակիցներուն մեկը գտավ, որ իրեն 100 դահեկան պարտք ուներ ու Զանիկա բռնելով կխեղտեր ու կսեր վճարե ինձի ունեցած պարտքդ, ուստի իր ծառայակիցը անոր ոտքը ինկավ, կաղաչեր անոր ու կսեր համբերե ինձի ու քեզի կվճարեմ, բայց ինքը չեր ուզեր, հապա գնաց բանտ դնել տվավ մինչև որ պարտքը վճարե, բանտ, տառապանք, ցավ, Եսի ազատագրման Մատթեոս 5-ի մեջ էլ նույնը կսեղ Ղուկաս 12-ում բանտը, որ ասում է երբ ոսոխից այդ ճանապարհին ես, ճանապարհինը, թագավորին գնալու ճանապարհին ես, շուտով այդ թշնամուց ոսոխից բաժամի, սա եսն է, հին մարդը, ադամական պիղծ եսն է, եթե չբաժանվես, այդ քո եսը քեզ դատավորի Հիսուսի առաջ կտանի, դատավորը քեզ դայիչ Սատանայի ձեռքը կմատնի չապաշխարելուց պատճառով եւ դու բանտ կդրվես նեղության մեջ, ցավի, տառապանքի մեջ, մինչեւ վերջին լումատ չվճարես, եսի վերջի ծիլը չտաս, բանտից դուրս չես գա։ Նույնը ասա ժողովուրդ, եկեղեցու շատ անդամներ տառապում են չներելու եւ ատելու պատճառով, եթե ատում ես, չես սիրում, եթե ներես կսիրես, սիրես կներես, այս երկու բանը իրար հետ շատ կախված են։ Եթե դու մարդուն ատում ես, մի քրոջ հարց եմ տալում, ասում եմ չես սիրում, ասում եմ սիրում եմ, ասում եմ ատում ես, ասում եմ հա, եթե քո մեջ ատելության ծիլը առաջացել, արդեն սերը լրիվ վերացել է, որտեղ սերը ընկերին չար բան չի խորում, չար բան չի խոսում, սերը չար չի նայում, սերը ամեն բանի դիմանում է, սերը չարը չի մտածում, գնացեք կարդացեք սիրո գլուխը, Կորինթացիս 13-ը, ուրեմն դու բանտ կդրվես չներելու պատճառով ու երբ դու չես ներում արդեն մոռանում ես որ մեկը որ դու իրանից պիղծեիր եկավ ձրիորեն քոնը շնորեց ու պայման դրեց ներման պայմանը ուրիշ քո նմանակներին ներումն է դու ամենամեղավորն ես Էտես մեղավոր քո դեմը չի կագնի, որ քո չափ մեղքեր գործած լինի, ահա ինչի համար մարդը չի ներում, եթե 218 համարի երգը լսեք,
Վերջում ինչ ասում, ներման պայմում ներեք, որ ձերն էլ ներվի, որը երկենք, 218 ամարի երկը։ Եթե դու չես ներում, ուրեմն Աստծո տված ներման խոստումը քո համար զրոյա դառնում, քո այդ մեծ մեղքերի պատիժը դու պիտի կրես ու դրա համար էլ բանտարկում ես եւ ցավերի մեջ ես ընկնում քո չներելու եւ չսիրելու պատճառով, ամեն։ Եթե դու չես ներում, ուրեմն թեկուզ Տեր ասավ քո պարտքը շնորհեցի, բայց նորից բանտարկվում ես եւ ավելի մեծ պատիժ ես կրելու։ Հելավ, որ դու այդ թագավորին ասեցիր, կներեմ, ես էլ իմ նմանակներին կներեմ, քոնը ներվավ ու դու գնացիր եւ դու արդեն ազատ ելարու ունգար ատելով, դատելով ու բամբասելով եւ չներելով ուզում ես Աստծո անունը ապականել եւ անվայել բառեր խոսել, տալ եւ անել, ամեն։ Երբ իր ծառայակիցները տեսան եղած բաները, սրանք հրեշտակներն են, որ գնում են եւ Հայր Աստծուն ասում են, որ քո ծառան այդքան գող եւ ավազակ, դու ներեցիր նրան, բայց ինքես իրա քրոջը չի ներում ու ձեռ մեկնում, որ այդ ընկած տեղից վեր կենա։ Խիստ տրտմեցավ, երբ իր ծառայակիցները տեսան եղած բաները, խիստ տրտմեցան ու եկան իրենց տիրոջը իմացուցին բոլոր եղածը։ Այն ատեն անոր Տերը կանչեց Զանիկա ուսավ, չար ծառա, ուրեմն չներողը նաև չարա, սատանայի ստրուկա։ Այն բոլոր պարտքը ես քեզ շնորհեցի ինձ աղաչելուտ համար, ուրեմն պետք չէր, որ դու ալքու ծառայակցիդ ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցա։ Անոր Տերը բարկանալով դայիճներուն մատնեց սատանային, նեղության ու տառապանքի եւ ցավերի, հիշեք ցավերով լեցված հավատացյալ քույրերս ու եղբայրներս, ձեր մեջ եղած ցավերի եւ հիվանդության պատիժը 99%-ով մեղքի հետևանքա, չներելու եւ չսիրելու հետևանքա, սիրող մարդը չի կարա նեղացնի նրան, որ հիմար Քրիստոս ամեր է, ամեն։ Դու քո անձն ես սիրում եւ անձի սիրո խաթեր կկոպտես ու կվիավորես քո կողակցին, քո զավակին, քո այրին, քո կեսյուրին եւ քո կեսրարին եւ բոլոր քեզի հարևանակից ապրողներին, քո ընկերին, ամեն, որ քո մոտա, քո կողքին է։ Բոլորը սիրո օրենքի խախտում է, իսկ եթե հրեշտակների լեզուներ իմանաս, հոգևոր մեծ պարգևներ ունենաս, սեր չունես, ոչինչ ես։ Սիրո օրենքը խախտած ես, ոչինչ ես, լավ, գնա ամեն բանը աղբամարա, որ գերագույնը սերն է, ամեն բանը կանսի կմնա հույս ավատ եւ սեր, եւ ասոնց մեկ գերագույնը աստվածային սերն է, եւ ինչ կսե Հովհաննես առաքյալը աստվածային սիրո մասին, որ ոչ թե մենք սիրեցինք Աստված, մեր նման պիղծերն ու մեղավորները, հապա մեր նման պիղծերին Աստված սիրեց եւ իր որդին ուղարկեց մեր մեղքերին քավությունը լալու։ Ասա որդուս մատաղ եմ անում, զոհում եմ ձեր համար, խնդրում եմ թողեք ձեզ հետ հաշտվեմ, հասկանում եք ինչ սեր է էդի։ Դու քո որդուն կզոհես, որ քո թշնամու հետ հաշտվես ու թշնամին գա քո հետ խոսի։ Ահա տեսեք ինչ աստվածային սերը, բայց քո մազոլը տրորողին չես ուզում բարև տաս։ Թույն կտաս կմեռնի, եթե մեկիչ Տերը քեզ չպահի, ամեն։ Դե գնա քննի, այս առակը լավ ասկացի։ Անոր Տերը բարկանալով դայիշներին մատնեց, դրա համար շատ քույրեր ու եղբայրներ, չներելու չսիրելու պատճառով ցավերով լեսվել են, բայց հոգևոր հովիվները, կրոնավոր հովիվները գոնե չեն օրդորում քույր, հնարավոր է մեղք ունես, եկուրել Աստծո խոսքի լույսով քննենք, գիրք կարդում ես, աղոթքի կյանքը ոնց է, սատանան տարե գիրքն ու աղոթքը ամեն պղծությունը լցրել է հոգիների մեջ, պղծությունների հետ էլ ցավերն է բերել։ Եթե դուք դառնաք գրքին, Աստծո լույսը կիշտի ձեր վրա եւ խավարը կցնդի։ Եվ այդպես ցավ հիվանդություն չկա, որ չբժշկվի Տեր Հիսուսի զորությունով։ Անոր Տերը բարկանալով դայիճներուն մատնեց Զանիկա, մինչև որ բոլոր պարտքը վճարեց, եսի ամեն նակարակիտը տա, այսպես իմ երկնավոր հայրս
պիտի ընե ձեզի, եթե ձեր սրտեն չներեք ամեն մեկդ իր եղբոր հանցանքները։ Հիսուս ապարզանի մասին կխոսի 19 խոսք։ Ու երբ Հիսուս այս խոսքերը լմնցուց, Գալիլեայեն ելավ ու գնաց Հրեաստանի սահմանները Հորդանանի անդի կողմը։ Անոր ետևեն շատ ժողովուրդ գնաց, հոն շատերը բժշկեց։ Փարիսեցիները անոր մոտենալով զանիկա փորձեցին ու հարցուցին։ Արժան է, տեսեք, շատերը կգան ձեզի հարցնելու, փորձելու մարեն հարց տալիս։ Դուք երկայնամտություն ունեցեք, հատկապես կրոնավորները, հոգիով քննեք ինչն է դրանց հարցի բուն նպատակը։ Եվ շատ հարցերի Հիսուսը հարցով էր պատասխանում ու պապանձվում էին։ Արժան է, որ մարդը իր կինը արձակե ամեն պատճառի համար։ Անիկա ալ անոնց ասավ, չեք կարդացել, թե անը որ սկզբեն ստեղծեց, արու եվեք ստեղծեց զանոնք, ու ավելցուց, ասոր համար մարդը իր հայրը ու մայրը պիտի ձգե և իր կնոջը պիտի հարի և երկուքը մեկ մարմին պիտի ըլլան, ամեն ինչ պիտի թողի և գնա իր կնոջ և զավակների ետևից, կինն էլ նույնպես, ով աղջիկ մոռացիր քո հորտունը, եկել ես քո այրին լսին ազանդվի, ուր քո այրն է, այնպես էլ դու այնտեղ եղիր, ամեն։ Ուստի ալ երկուք չեն, ապա մեկ մարմին, ուրեմն զայն, որ Աստված միավորեց, մարդը թող չզատե։ Ասին իրեն, հապա ինչու Մովսես պատվիրեց արձակման թուղթ մտալ և արձակել։ Ասավ անոնց, Մովսեսը ձեր սրտներուն կարծրության համար ձեզ իրաման տվավ, կիներնիդ արձակել, բայց սկզբեն այնպես չէր, ասեր է, որտեղ ինչ լինի դու քո կնոջը չձգես, ամեն։ Անգամ հորդ մորդ թողես, որ գերագույն պատվիրաներ սիրիր հորդ ամեն բանից առավել, չէ։ Հորդ մորդ թողես կնոջդ հետևից գնաս, ամեն։ Միայն նրան թողես անառակության պատճառով։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, ոչ թե Մովսեսը օրենք փոխեց։ Եթե ես եկել եմ դատավ, դու լավ եկել ես, ես որպես եկեղեցու սպասավորում եմ, ասում ես ես չեմ ապրում այդ կնոջ հետ։ Հո բռնի ուժով չեմ ծեծիք է ասեմ գնա ապրի։ Դե ես էլ ասում եմ պատճառը գրի արձակման թուղթը գրի, ինչ պատճառի մար ես արձակում, որ դրանով քեզ դատի Աստված։ Ամեն։ Ոչ թե կնոջը արձակող ու շնության մղողին Աստված պիտի գովի, որ արձակեցիր ու գնացիր պուպուշկին առար նորից, մարմնի գեղեցկության հետևից գնալով։ Եթե կինդ անհավատարմությունը արե ու դավաճանելա քեզ ազատ ես, արձակի, բայց կարաս անգամ, եթե զղջա այդ կինը կամ այրը, ներում աղերսի, ինչպես Դավիթի մեղքը Աստված ներեց, սա ես հորդորում եմ, չեմ պարտադրում, դու կարաս նորից այդ կնոջ կամ այրի հետ հաշտվես զավակների և տիրոջ անունը չհայոյելու պատճառով և զավակներիդ ապագան չկործանելու համար, ամեն, որտեղ Աստված ամեն հանցանք ներում է, բացի Սուրբ Հոգու դեմ հայոյանք, բայց սա մարդու հոգևոր վիճակից է կախված, կարա գնա դրան, բայց Աստված ասում է միայն անգամ ես հորդորում եմ այդ պատճառով էլ չթողեն իրար, որտեղ արանքում զավակներ կան, եթե կին և ամուսինը բաժանվան իրարուց, երեխեքը կդառնան անդաստիրակ և աշխարհ կգնան, ամեն, մեծամասամբ տենց է լինում, բայց մենակ այս դեպքում կարա այրը կնոջը թողի կինն էլ այրին, որտեղ դու ամուսնության ժամանակ տիրոջ ներկայության մեջ ուխտ եք անում, որ մինչև մահու գերեզման, հիվանդության ու ցավի, ինչ պարագա լինի իրար չլքեք, ամեն։ Սակայն ձեզի կսեմ, ով որ առանց պոռնկության պատճառի իր կինը արձակե և ուրիշիմը առնե շնություն կնե, և ով որ արձակվածը կառնե շնություն կնե,
Ուրեմն, եւ դու իրավունք չունես արձակես առանց պոռնկության պատճառի, եւ եթե հանգարց արձակես ու մեկ ուրիշը գա այդ արձակված կնոջը կամ եղբոր հետ ամուսնանա առնի, շնացող է դառնում։ Ամեն։ Ու այդ ժամանակ այդ արձակված կինը արդեն ազատ է, եթե այրը դավաճանեց գնաց ամուսնացավ կամ կին, արդեն ինքը շնացող դառավ, արդեն շնացողի շնություն անելուց հետո կինը կամ ամուսինը իրավունք ունի ամուսնանա ում հետ որ ուզի, բայց Տերովը, ուշադիր, եթե բաժանվել եք առանց շնության պատճառի եւ սպասում եք, երկուստ էլ հավանականա զղջում են իրանց այդ սխալ քայլերի համար, որ մեկը մեկին չզիջեցին, որ այս բաժանությանը չհասնեին, բայց այդ ժամանակամիջոցում կինը կամ ամուսինը ամուսնանում է մի հատ ուրիշի հետ, արդեն նա շնացող է համարվում, ամուսնացողն էլ հետ է։ Այս կինը կամ եղբայրը ազատ է ամուսնանալու ում հետ որ ուզի, բայց Տերոջմով։ Ամեն։ Արդեն կինը, որ ամուսնացավ օտարի հետ, որ իր այրը ողջ էր, նա շնացող ու պոռնիկ է համարվում։ Արդեն այրը ազատ է անառակ կնոջից ազատվելով ուրիշ քրոջ հետ ամուսնանալու կամ քույրը եղբոր։ Էսի ես հոգուց եմ առել ու փոխանցում եմ ձեզ։ Իր աշակերտները ըսին իրեն, եթե այդպիսի բան կա էրկան ու կնոջ մեջտեղ, չամուսնանալը ավելի աղեկ է։ Ինքը անոնց ըսավ, ամենուն չի հարմարիատի կա, հապա անոնց, որոնց տրված է, վերուստ։ Ուրեմն ներքինիների մասին կխոսի, կշարունակեմ։ Ուրեմն եկեղեցու հայրերը իրավունք չունեն բռնանալու, կույս մնալու մեջ կամ ամուսնացնելու մեջ։ Պիտի ազատություն տան երիտասարդներին, որոնք առաջնորդվում են, որ Պողոսի նման կույս պիտի ծառայեն Տիրոջը, երանելի են։ Իսկ որոնք կրքերով բորբոքվում են, երիտասարդական ցանկությունների արձակումների տակ են մտնում, ուրեմն այդ երիտասարդները ամուսնանալու իրավունք ունեն։ Ոչ մի հոգևոր առաջնորդ իրավունք չունի կուսակրոնություն քարոզի, որտեղ կուսակրոնությունը, եթե բռնի ուժով է, դիվային է։ Դրա համար եթե դու բռնի ուժով մարդուն կուսակրոնության մեջ ես տանում, ինչպես շատ աղաններ արել են, ավելի մեծ մեղքերի մեջ են ընկնում, գաղտնի անառակությունների մեջ են ընկնում եւ ավելի մեծ պղծության են գնում եւ Տիրոջ անունն է հայոյվում։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է ազատ եք, երանելի եք, որ ինպես մնաք, բայց եթե չեք կարում, երիտասարդական ցանկությունները հաղթում են ձեզ, երանելի եք, ամուսնացեք, մեղք չեք գործում։ Ամեն։ Եթե կույսը ամուսնանա, մեղք չի գործում, բայց որ չամուսնանա, վերուստ ուրեմն ընտրված է, հարձակումների տակ չի լինին, նա ավելի լավ Տիրոջը կծառայի, ազատ եւ հանգիստ, ամեն։ Վասնզի կան ներքինիներ, որոնք իրենց մոր որովայն են այդպես ծնած են, սա հիվանդություն է, ինչպես մենք գիտենք ծանոթ ենք, որ այդ ցանկությունը չունեն։ Եվ կան ներքինիներ, որոնք մարդոնց մեն ներքինիներ եղան, ես էլ մարդկային ձեռքերով կատարած այդ պիղծ բանն է, որ Աստծուն զզվելի ու գարշելի է։ Բայց կան ներքինիներ, որոնք ինքսիկնին ներքինի ըրին երկնքի թագավորության համար, ասիկա մեր նմաններն են, որ ամուսնացածները այնքան են օկիով լեցվում, հինանում են արդեն Քրիստոս են հագնում, ներքինի են դառնում Հիսուսի պես, էլ այդ ցանկությունը չի իշխում անոնց վրա։ Ձեր մարմնավոր բոլոր կրքերը սանձեցեք, որը գրված է Կողոսացիս թղթերում, որն է այդ անառակ գիրքը մուքամ, ամեն, մարմնի ցանկությունը, անսանց գիրքը սանձեցեք, օր-օրի հոգիով լեսվելով, մարմնի ցանկությունները կվառվի, կվերանա, հինը կանես Քրիստոս կհագնես եւ կկատարվի այն բանը, որ Գաղատացիս 3-րդի 27-28-ում գրված է, անոնք, որ Քրիստոսով մկրտվեցան, Քրիստոսը վրայիներիցը հագան, ասկե հետո ոչ հրյա կա, ոչ ալ հույն, ոչ ծառա, ոչ ազատ, ոչ արու եւ ոչ էլ էք, ապա Քրիստոս է ամենը ամեն բանի մեջ։ Սրանք երկնքի արքայության համար ներքինացածներն են, վառվելա, մարմինը մեռելա,
չկա, չի գործում, ամեն։ Դրա համար առաքյալները երբ մկրտվեցան, 120 հոգի մի տան մեջ քույր ու եղբայր ապրում էին սրբությամբ, ամեն։ Բայց այսօր անունով սուրբ են, բայց լսում ես եկեղեցիներում ինչ անառակություններ ա կատարվում, վախենում ես դրանց հավատացյալներ կոչես, որտեղ նրանց մեջ մեկ հատ հին անածու Քրիստոսակած սուրբ չկա, որի երեսը փայլեր, որ մարդիկ տեսնեին եւ օրինակ վերցնեին։ Ով որ կրնա տանիլ թող տանի, ամեն։ Հիսուս մանուկները կորշն է, այն ատեն մանր տղաքը բերվեցան իրեն, որպեսզի անոնց վրա ձեռ դնե եւ աղոտ կնե, իսկ աշակերտները կհանդիմանեին զանոնք։ Հիսուս ասավ. թող տվեք այդ մանր տղոցը եւ մի արգելեք ատոնք ինձի գալեն, վազնզի երկենքի թագավորությունը այդպիսիններինն է, ինչպես բացատրեցինք այն նախորդ գլխի մեջ, մանուկի պես նենգություն չունեցող, քչակեր, զուսպ, ամեն, մարմնավոր շատ բաները մանուկի մեջ քիչ է, երբ նա մեծանում է, ագահ է դառնում, կռապաշտ է դառնում, փառասեր, մամոնայապաշտ, ամեն, մանուկ վիճակում նայեք մի տարեկան կամ 2 տարեկան մանուկը, նրա նպատակն է հացը ուտա, ուրախ լինի, իր խաղը գտնի ու խաղա։ Այդպես էլ Աստված ուզում է, որ դու մարմնավոր բանի մասին չմտածես, հերը ոնց փող կաշխատի, հերը ոնց հաց կբերի, ոնց կհագցնի, թո դրա պատասխանատուն հերը լինի, ամեն։ Իմ նպատակն է հորս հնազանդ լինեմ, կերս ուտեմ ու վազեմ, ամեն։ Դուք էլ նույն հոգևոր մանուկներ, գոնե այդ մանուկի չափ վստահեք ձեր հոգևոր ամենակարող հորը, որ հերը թո մտածի ուտելու հագնելու մասին, իմ գործնագիրտն ու աղոթքը պահեմ, շատացնեմ ու վազեմ հոգևոր ասպարեզում, ամեն, մնացած բոլոր բանի պատասխանատուն Քրիստոսը թող լա։ Անոնց վրա ձեռ դնել են, հետո գնաց անկե, ամեն։ Հարուստ պատանի, մեկը մոտենալով ասավ անոր ուշադիր, խոսքերի երանգների մեջ, ստորակետների և միջակետների մեջ շատ խորհուրդներ կա, տեսեք ոնց է խոսում այս հարուստ պատանին։ Բարի վարդապետ, տեսեք, ինքը ոնց է մտածում, այդպես արտահայտվում է, ինքն էլ իր աչքիները բարի ու բարերար երևում։ Հիսուսը տեսնելով նրա սրտի մտածածը, որ իրեն բարի է անվանում, որ Հիսուս էլ նույն բարությունը իրեն փոխանցի, հանդիմանեց սրան, թեկուզ Հիսուսը բարի էր և Աստված, ամեն։ Բարի վարդապետ, ինչ բարի գործ ընեմ, ես ընեմ, անձով անեմ, որպեսզի հավիտենական կյանքն ընդունեմ։ Բարիք տամ, որ հավիտենական կյանքը ստանամ, վերագրեմ իմ փառայեղ եսին, որ ասեմ փող եմ տվել, առել եմ, ինչի մար փառավոր եմ Հիսուսին, ամեն։ Տեսեք, սա էր սատանայի նպատակը, որ մի բան անեմ, որ հավիտենական կյանքն ստանամ, պարծենամ իմ անձով և ոչ թե իմ աստծմով։ Ինչ պատասխանեց Հիսուսը։ Նորից կարդամ. Բարի վարդապետ, ինչ բարի գործ գործեմ, որպեսզի հավիտենական կյանք ընդունիմ։ Անիկա ըսավ անոր, ինչու զիս բարի կանվանես։ Թեկուզ ինքը բարին էր, իր բարություն ասում Աստծուն հավասարը լալը փառք չամարեց, հապա անձը ունայնացրեց ծառայի կերպարանք ստացավ։ Ինչու զիս բարի կանվանես, մեկ ինձատ բարի չկա, որ է Աստված։ Իրա տված հարցին այնպիսի պատասխան տվեց, որ ինքը հանդիմանվեց։ Եթե կուզես հավիտենական կյանք մտնել, պատվիրանքները պահե։ Պատանին հարցուց, որոնք։ Հիսուսը սավ ասոնք, սպանությունը մի ներ, շնությունը մի ներ, գողությունը մի ներ, սուտ վկայությունը մի ներ, քու հայրդ ու մայրդ պատվե և քու ընկերդ քու անձիդ պես սիրե։ Ուշադիր պատանիի բոլոր պատասխանների մեջ շեշտադրում է իր գարշելի անձին էր։ Պահում եմ, ինչ բարի բան ընեմ, որ հավիտենական կյանք ժառանգեմ։
Պատանին ըսավ, ատոնք ամենքը մանկությունես իվեր պահել եմ, չասավ աստծմով կատարել եմ, ալ ինչ բան կպակսի, Հիսուս ըսավ, եթե կուզես կատարյալը լալ, դե հիմա տե ցույց տամ, որ ոչինչ չես պահե, գնա ունեցածը ծախե, տուր աղքատներուն, ու երկինքը գանց պիտի ունենաս և եկուր իմ ետևես, երբ պատանին այս խոսքը լսեց տրտմած գնաց կպավ կուրքին, բայց ասու պատվիրան պահողը ոսկի օրենք պահողը իր համար կվաճառեր հաց կառներ, չէ, ասավ գնա հարստությունից լավ մի մասը վաճառի ու տու աղքատներին, որ այս չունեն, ոսկի օրենք կատարող եսի չեր անի, ինչ որ կուզես մարդիկ քո հանդեպ անեն, դու նույնը անոնց հանդեպ արա, Հիսուսը կպավ իր գերագույն կուրքին հարստությանը, գնաց վասնզի շատ ստացվածք ուներ, ու շատ իր ասը ժողովուրդ, մենք չենք հորդորում աղքատություն, դու կարաս Հոբի և Աբրահամի նման ամենահարուստը լինես, բայց քո ունեցած փողերը, տները, մեքենաները փրված լինի Աստծո սուրբ տկարների ոտքերի տակ, այն մանուկից մինչև մեծին ծառայի, դա պարծանք ու պատիվա քո վարձն ամենամեծը կլինի, բայց որ դու մի հատ մեքենա ունես, որ դա քո կուրքն ա դառե, ու ոչ մի Աստծո զավակի չի ծառայում, դա քո կուրքն ա, հենց կուրքիդ կպան դու կատաղելու ես, խաղաղությունդ կորցնելու ես, դրա համար այդ կուրքերդ որ չզոհաբերես Տիրոջ գործի համար ու Տիրոջ սուրբերին չծառայի, դու դրա հետ միասին այդ կուրքը կստիպի, որ դու մեղքեր գործես, խաղաղությունդ կորցնես, ասու պատվիրանները զանցանես ու դժոխք գնաս։ Իսկ եթե դի ծառայում ա Տիրոջը, կտանեն, կթողեն, Տեր ջան, տարան, փառք քեզի, տոս էլի կծառայեցնեմ քեզի, ամեն։ Տերը տվեց, Տերը տարավ, Տիրոջ անունը օրհնյալ լինի, իսկ Տերը որ այսօր իրան ընծայած գործիքը տունը տանում ա, ուրեմն դրանից լավն ա ուզում տա, ամեն, ինչպես կատարվավ մենք տեսանք, փառք Տիրոջ։ Այն ատեն Հիսուս ըսավ աշակերտներուն, ուրեմն Տերը չի օրդորում, որ մենք աղքատ լինենք, Մատթեոս 6-ում ասում է ինձ ծառայողը, որ երկնքի արքայության մասին ամենակ մտածում, Սողոմոնից լավ պիտի ապրի երկրի վրա, ու գնացեք տեսեք Սողոմոնն ինչքան հարստություն ուներ, բայց այդ ունեցած հարստությունը ուրիշին իրեն սեփականը չի, ծառայում է Տիրոջ եկեղեցուն, Տիրոջը, աղքատ սուրբերին, ավետարանչությանը, ամեն, ինչպես Պետրոս ասավ ոսկի արծաթ չունեմ, բայց նրա ոտքերի տակ հազարներ էր դրվում, ամեն, սեփական ոչ մի լումա չուներ, ինչ կար Տեր Հիսուսինն էր, այդպես պիտի լինեն Պետրոսանման հովիվները, որոնք առաջի դարի սուրբ հոգին ունեն, որոնք լեծ ունեն Տիրոջ փառքով, Տիրոջ ավետարանչության հոգիով, ամեն, ինչ ունեն չունեն կծառայի հոտին, այս սա է ճշմարիտ հովիվը։ Այն ատեն Հիսուսն ասավ իր աշակերտներուն, ճշմարիտ կսեմ ձեզի, թե հարուստը, այս հարուստը նայա, որ հարստությունը սարքելա կուրք, դրա համար ամեն ինչ կտա, բայց հարստություն չի տա, խաղաղությունը կտա, քո յուրաքանչյուր իրը, յուրաքանչյուր մարմնավոր հարազատդ կարա կուրք դառնա, եթե նրան կպնում են, ու դու խաղաղությունդ կորցնում ու մեղսալի բառեր ես արտահայտում, դու դժոխք ես գնալու, եթե չապաշխարես, այդ հարստությունը քո կուրքն ա դառե, այ այդ հարուստին ա ասում, որ հարստությունը սարքելա կուրք, անգամ հնարավոր է իր պետքերի համար չի օգտագործում, դիզում ու չգիտի ով ա ծախսելու։ Բայց իսկական հոգևոր հարուստները անոնք են, որ ասավ հարստություն, գանձեր մի դիզեք այս երկրի վրա, Ղուկաս 12, հապա գանձեր դիզեք երկնքում ծախեցեք ձեր ստացվածներն ու ողորմություն ըրեք, ու երկնքում գանձեր դիզեք, որ ոչ գողը պատը կծախի ու կգողանա, ոչ էլ ցեցն ու ժանգը կապականի, քանզի ձեր գանձերը ուր դիզում եք, դու տենել մնալու եք։ Ամեն։ Երկնքում եք դիզում, ընդենեք եք հալու, հոն է մեր տունը, նոր երկեցինք։ Երկրի վրա եք դիզում, երկրավոր եք, շնչավոր ու դևերից կառավարվող։ Հարուստը դժվարավ պիտի մտնի երկնքի թագավորություն։ Դարձյալ կսեմ ձեզի,
Դյուրին է որ ուխտը ասեղի ծակեն ասնի քան թե այդպիսի հարուստ, հարստությունը պաշտող, հարստությունը կուրսարկող հարուստ, Աստծոյ թագավորությունը մտնի։ Ուխտը ասեղի ծակով կանցնի, անհնարա, դրանից անհնարա, հարստությանը ապավինող, հարստությունը կուրսարկող մարդու փրկությունը չի լինի։ Աստված այդ դրանից պետք է թլպատի դրան, լրիվ տանելու է։ Իսկ եթե չտանի աղբա դառնալու, իրեն պետք չի գալու։ Աշակերտները երբ լսեցին շատ զարմացան, որտեղ իրենք էլ էին մտածում, թե հլը հարստությունով է փրկություն, էլի Աստված էլ է հարուստի եւ աղքատի նայում։ Աշակերտները երբ լսեցին շատ զարմացան ուսին, ուրեմն ով կրնա փրկվել, եթե հարուստը չի փրկվում։ Հիսուսը անոնց նայելով ասավ. Ատիկա աղքատի փրկությունը մարդոնց կողմանը անկարելի է, երբեք մարդիկ չեն նայում աղքատին, խփում գցում են, տրորում անցնում են, բայց Աստված եկավ, բարի սամարիացի դրվագում նայեք, կրոնավորը բանի տեղ չդրեց, անցորդները բարի տեղ չդրեց, բայց ինքը եկավ, աղքատներին ընտրեց, որոնք հավատքով են հարուստ եւ ժառանգորդ արքայության, ինչը կսե Հակոբոս 2-րդ գլուխն, ամեն։ Ատիկա մարդոնց կողման է անկարելի է, բայց Աստծոյ կողման է ամեն բան կարելի է։ Ինչներ կարելի, աղքատին փրկելը, իսկ հարուստներին էլ հանդիմանել ու կորսեցնելը, եթե չապաշխարեն։ Նա աղքատներին է սիրում, որոնք հավատքով են հարուստ եւ ժառանգորդ արքայության։ Ամեն։ 27 խոսք, այնատեն Պետրոսը խոսեցավ ու սավանոնց, ահա մենք ամեն բան թողեցինք և քու ետևետ եկանք, ուստի մեզի ինչ պիտի լա, տեսեք Պետրոսի մեջ էլ անձին ապավինություն կար, մենք թողեցինք, չի ասում Տեր դու մեր միջից ստիպեցիր, դու արեցիր, թողեցինք ու եկանք, որտեղ Պետրոսն էլ որոշ չափով անձի վստահություն ուներ, սավանոնց Հիսուս, ճշմարիտ կսեմ ձեզի, թե դուք, որ իմ ետևես եկաք, մյուս անգամ իմ գալուստիս, երբ որդին մարդոյ իր փառած աթոռը նստի, դուք ալ 12 աթոռներու վրա պիտի նստիք Իսրայելի 12 ցեղերը դատելու։ Ով որ թողուց տուներ, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ արտեր, իմ անվանս համար հարուրապատիկը պիտի առնե, և հավիտենական կյանքը պիտի ժառանգե, բայց շատ առաջիններ պիտի լան հետին, և հետինները առաջին։ Ուշադիր, այս թողնել բառը շատերը ուրիշ ձև են հասկանում, կամ Ղուկաս 14-ում, որ գրված է, ով որ չատի իր հորը, մորը, զավակներին, կնոջը, վերջը։ Ատել ինչ կխորհրդանշե, ոչ թե ատել, որը սպանես, հապա Աստծո խոսքից առավել չսիրես։ Եթե կինը կդառնա խոչընդոտ, որդին, հայրը, մայրը, թող իրեն ասածը, իրեն առաջարկածը եւ գնա տիրոջ պատվիրանները կատարելու ետևից։ Հասկացաք, սա է թողելը։ Թե չէ սիրո Աստված չի ասի, քո հորը որ բարի է, քեզ չի խանգարում, թող ու անտեսի, ամեն, բայց եթե քո հայրը կամ կինը կամ քու զավակը դևից կբռնվի ու խոչընդոտ կդառնա քո հավատքի ճանապարհին, զոհի ու գնա առաջ, ամեն, չլսես նրան, որտեղ նրա մեջ մտածա դևի ոգին եւ դևի ոգին քո կորուստը կուզի եւ շատ ասում է առաջիններ կլան առաջիններ պիտի ըլլան հետին ու հետինները առաջին, շատ ստե հարստության մասին է, շատ հարուստներ պիտի աղքատանան եւ շատ աղքատ սուրբեր պիտի հարստանան, ամեն։ Ասում է Տեր Հիսուսը, որ բոլորից հարուստ էր, անձեզի համար աղքատացավ, որպեսզի դուք անոր աղքատանալովը շատերին հարստացնեք, ամեն։ Հիմի եթե նա մեր համար աղքատացավ, որ ես հոգով հարստանամ ունդե վարձքեր ունենամ, ուրեմն եթե ես էլ իմ ժողովրդի, իմ տիրոջ ժողովրդի համար դնեմ ամեն ինչը աղքատանամ, Տերովն եմ հարստանալու եւ ամենահարուստն եմ լինելու երկնքում, ամեն։ Այսքանով թող ավարտվի Մատթեոսի 19-րդ գլուխը։